Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտած ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանում բիզնես գործունեություն իրականացնող անձինք Ուժեղ Հայաստան կուսակցության համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստան, հարկադրելով մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։ Այդ փոխտվողը, ոչ թե փոխտվողը, այդ հարցերում, չգիտեմ, բենզինալցակայանը, գազալցակայանը կամ դիզելը կամ ուտելիքի դա, այդ փողերը գնա ախպեր էլի, իրանով ալնում։ Ասենք կմինայի, ահագին ժողովուրդ են տարել դա, իմիջելոց այդ որազի, մենակ մի 35 հոգու չափ, էտապն է էլի, վախին ասեմ մի 10-12 կար ավելացրել եմ, հայկական անձնագրերով են, ասենք, որ պետք լինի, ասենք, կարան գան, որ շն մասնակցեն, մի իրանց ընդ է ուզում եմ զբաղացնեմ, բայց մի քիչ լուրջ պրոյեկտներ է, էլի։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունից պարզ է դառնում, որ ընտրական հանցագործությունը նախապատրաստող անձինք նաև քննարկել են, թե երբ է նպատակահարմար Ռուսաստանում բնակվողներին բերել Հայաստան քվեարկության։ Եկել է ժողովուրդին կոկարդիկով բանին, որ հասնի, ասենք, երբ է պետք բերել ստեղ։ Միջև մի քանի օր առաջ, էլի 10 օր առաջ խոսքի։ Հուլիսի 7-ին, то есть грубо говоря, հենց պրազնիկները սկսում է մեկը բան, դրանից այդ պրազնիկների վաղ գա։ Չարս էլի տոմսերն էլ կատաստրոֆա, չէ։ Աշկիս հատ ավտոբուս մտածեք վարձեք բերեք։ Ես պետք է մայիսի սկզբներին գնա, տոմսերը արդեն նայում, լավ կապացել է։ Այսինքն ամսի 3-4-ին է ստելներ, մաքսիմում մինչև 5-ը հերիքա, չէ։ Հա, բան չէ։ Հանցանքը նախապատրաստող կողմերից մեկը հեռախոսային խոսակցության ժամանակ նաև նշում է, թե Մոսկվայից հավաստիացում ունեն, որ եթե ընտրության արդյունքում Նիկոլ Փաշինյանը հաղթի, միևնույնն է պետական հեղաշրջում է իրականացվելու։ Ռուսաստանից Մոսկվայից կոնկրետ ասում են, որ հանգարց եթե անգամ անցնի էլ Նիկոլը ով ուժեղ տղա է, հիմա կոնկրետ Աղենչկան 830 հոգի, հայ, 830 հոգի, այդ ֆիրմայում հայ աշխատող կա, 830-ին, ասում է տնորենն է, իր ազգանն ռուսագանը ջոգեր, բայց ինք հայ է, իր մերը հայ է, սաղ, վաղը չմյուս օր, ամսի 15-ին, ասեց 32 հատ մեքենա, իր ֆիրմա ավտոն է, ասել է կլերս, լծվեք Հայաստան, էդի այդ ֆիրմը, Իմը կրասեն ասկում են անում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն եւ ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականon ընթացքը խաթարող գործողություններից։ Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի եւ խիստ ստուգում, ինչպես նաեւ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները, հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար, անկախ դրանց կատարման վայրից եւ ներգրավված անձանց շրջանակից։ Աննա Զախարյան, լուրեր։